Բարի օր սիրելիներս, շարունակում ենք զատիկի թեման և այս անգամ էլ պատրաստում եմ փլավ։ Փլավի համար մեզ անհրաժեշտ է բրինձ, բրինձը վերցնում ենք երկարավուն տեսակը, որպեսզի հատիկները լինեն խոշոր և երկար։ Անհրաժեշտ է ընդեղեն և չրեր, կարող ենք նաև չամիչ ավելացնել և լավաշ։ Բրինձը լավ լվանում ենք, այնուհետև տեղափոխում տապակի մեջ։ Տապակի մեջ ավելացնում ենք կարագ, կարագ կարող ենք փոխարինել նաև բուսայուղով կամ ավելացնել մի փոքր կարագ, մի փոքր բուսայուղ։ Այնուհետև տապակվելուց հետո կարագի ավելացնում ենք բրինձը։ Մի փոքր այսպես բովելուց հետո ավելացնում ենք ջուր։ Թողնում ենք, որ եփվի, այդ ընթացքում կտրատում ենք չրերը։ Ահա բրինձն արդեն համարյա եփվել է, ջուրը քաշվել է, ավելացնում ենք աղ, փակում կափարիչը, թողնում, որ մի փոքր էլ եփվի և վերցնում կրակի վրայից։ Վերցնում ենք մեկ այլ տապակ, դնում կրակին և հալեցնում մեկ կտոր կարագ։ Այնուհետև այդտեղ ենք տեղափոխում կտրտված չրերը և ընդեղենը, խառնում մի քանի րոպե, թողնում, որ եփվի, այսպես ասած, և ավելացնում ենք մեկ գդալ մեղր։ Մեղրն անմիջապես ավելացնելուց հետո վերցնում ենք կրակի վրայից։ Լավ խառնում և արդեն պատրաստ է։ Այնուհետև վերցնում ենք որևիցե հարմարավետ կաթսա և այսպես ինչպես ցույց եմ տալիս տեսանյութում, բոլոր կողմերով պատում ենք կարագով և հատակը տապակի և կողքերը անպայման։ Կարագով պատելուց հետո արդեն վերցնում ենք լավաշը, լավաշը ես նախօրոք մեջտեղից երկարությամբ կտրել եմ և հեռացրել եմ կողքի այն եզրերի մի փոքր հաստոտ մասերը։ Եվ այսպես դնում ենք այնպես կաթսայի մեջ, որ որևիցե բաց տեղ չմնա կողքերից, չթափվի ընթացքում բրինձը։ Այնուհետև հերթականությամբ այսպես ավելացնում ենք, որպես առաջին շերտ մեր մոտ լինում է բրինձը, այնուհետև բրինձին հաջորդում են չրերը և հաջորդականությամբ բրինձը, չրեր և վերջում նորից բրինձ։ Ամենավերջում փակում ենք լավաշի շերտերը, այնպես որ որևիցե բաց անկյուն չմնա, այնուհետև փակում ենք կափարիչը և դնում ենք կրակին։ Կրակը պետք է լինի անպայման մարմանդ, շատ դանդաղ կրակի վրա եփվում է մոտավորապես 10 րոպե, ոչ ավել։ Կարելի է այսպես ասել նաև, որ 7-ից 10 րոպե և վերջ, պատրաստ է։ Յոթ 8 րոպե անց արդեն պատրաստ է։ Միանգամից շրջում ենք մատուցվող ափսեի մեջ և որպեսզի էլ ավելի գեղեցիկ լինի, կարող ենք այսպես չրերով և ընդեղենով զարդարել։ Ահա և վերջ, այսքանն էր, պատրաստվում է շատ հեշտ, որևէ բարդություն այստեղ չկա։ Տեսքն էլ ինձ թվում է շատ գեղեցիկ է, համի մասին էլ խոսք չկա։ Իշխանձուկի պատրաստման հետաքրքիր տարբերակ եմ բերել ջեռոցում, մեզ անհրաժեշտ է իշխանձուկ, վերցնում ենք լավ մաքրում, այնուհետև ներսից և դրսից պատում ենք աղով։
Այսպես թողնում ենք մի որոշ ժամանակ, այդ ընթացքում տապակում ենք սպանախը։ Թավայի մեջ ավելացնում ենք բուսայուղ և տապակում սպանախը մի փոքր։ Այսպես տապակելուց հետո ավելացնում ենք սև պղպեղ, աղ, կարմիր պղպեղ, լավ խառնում ենք և վերցնում կրակի վրայից։ Իհարկե սպանախն այնքան քիչ է, որ թավայի մեջ նույնիսկ չի երևում, բայց չենք վհատվում և գնում ենք առաջ։ Ավելացնում ենք սպանախի վրա մանր կտրտած թարխուն, այնուհետև լիմոնի հյութ, և 1-2 ատամիկ սխտոր։ Խառնում ենք և լցնում ձուկը։ Ահա այսպես, արդյունքում էլ այդքան էլ վատ չստացվեց, համարյա ամբողջությամբ լցոնվել է, այսպես, այնուհետև վերցնում ենք տապակը, տապակի ներքին շերտում այսպես դնում ենք լիմոն, և լիմոնի վրա ենք տեղափոխում ձուկը։ Այնուհետև կարագի շերտեր ենք դնում։ Եվ այս վերին շերտից այսպես կտրտում։ Այնուհետև այս հյութը, որ մնացել էր սպանախից, այսպես լցոնում ենք բոլոր անցքերը։ Անցքերում այսպիսի փոքր կտորներով կարագ տեղադրում։ Վրայից ավելացնում կարմիր պղպեղ։ Ձեռքերով այսպես զգուշորեն տարածում և ուղարկում ջեռոցը 200 աստիճանում մոտավոր պատրաստվում է 40 րոպե։ Ահա և 40 րոպե անց իշխան ձուկն արդեն պատրաստ է։ Անպայման փորձեք և պատրաստեք հենց այս լցոնած տարբերակը։ Շատ համեղ է ստացվում, անուշաբույր, տեսքն էլ իսկապես շատ գեղեցիկ է։ Այև վերջ սիրելիներս, այսօրվա բաղադրատոմսն էլ այսպիսին էր, խորհուրդ կտամ, որ անպայման փորձեք։ Իսկ վերջում չենք մոռանում նաև բաժանորդագրվելու և տեսանյութը հավանելու մասին։ Ակտիվությունն էլ մեկնաբանությունների բաժնում ևս խրախուսվում է։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Հաջողություն։